Իդեպ դուք եք անդադ այդպես անվանում Ադրբեջանին, Ադրբեջանը թուրքական հանրապետություն։ Սա ես չեմ խաղում։ Դա վերցնում եմ Աթաթյուրքից նույնիսկ։ Եվ դա արեցին 74 թվականին, երբ զավթեցին 40% Կիպրոսի ամբողջ այդ պետությունը, այդ կղզին, եւ այդպես էլ անվանեցին։ Ճանաչել է երկու երկիր, մեկը Թուրքիան է, մեկը Ադրբեջանը։ Բոլորը թյուրընկալումը սկսվեց նրանից, որ մի քանի լրատվամիջոցներ ձեր հոդվածի վերնագիրը դրեցին, որ Ղարաբաղը դա Ռուսաստանի, ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է։ Դա շատ ճիշտ է։ Գիտեք, ճիշտ է ասել բանը եւ Սախարովը եւ Սապչակը, որ սա փաստորեն ստացվում է, եթե ուղղակի որպեսզի նաև հեռուստադիտողները հասկանան, թե ինչպես լրատվամիջոցները ձեր նամակը դրեցին այդ անունը, ես հիշեցնեմ, որ պարոն Բալայանը իր նամակը սկսում է Անատոլի Սավչակի խոսքերով, որ ինչպես հայտնի է եղել է Վլադիմիր Պուտինի, այսպես ասած, մենթորը, ավագ ընկերը, եւ ահա թե ինչ է գրել ժամանակին Սավչակը, որ Գորբաչովի, եթե չասենք մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու տրամաբանական պահանջը նա որակեց որպես Ղարաբաղի խնդիր, մինչդեռ դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է։ Եվ դուք համաձայն եք Սապչակի։ Դու էլ ես համաձայն, եթե հիմա լսես ինձ ուշադիր, դու էլ ես համաձայն։ Որովհետև ստացվում է, որ դա եղել է Ռուսաստանը եղել։ Մենք մտել ենք Ռուսաստանի կազմը, Պարսկաստանից հետո մտել ենք 1813 թվականին հոկտեմբերի 12-ին մտել ենք այդ կազմը։ Անցել ենք Ռուսաստանի ենթակայության տակ, ավելի ճշգրիտ պատմական ձևակերպումով։ Նույնը թող այդպես լինի, հիմա դա չեմ վիճում, դա չի կարևոր ինձ համար դա։ Մեկը դա եղել է Ռուսաստան։ Այդ պետությունը եղել է Ռուսաստան։ Հայաստանը մնացել է մեր մեջ, մնացել է եկեղեցին, դպրոցները եւ այլ, բայց սա Ռուսաստան պետություն էր։ Կարող է վիճ կա այստեղ։ Լավ։ Միջև էլ եղել է պատմական Հայաստանի մի մասը 1639 թվականից կիսված արևելյան եւ արևմտյանը, ասել է թե ուրեմն պարսկական եւ թուրքական։ Այդպես է։ Դրանք եղել են այսպես ասած ինքնավար երկրներ, որոնք որ անցել են որևէ երկրի ենթակայության տակ։ Մի հատվածը, այդպես ասած, Ղարաբաղյան լայն վերցրած, որ գարտմակնել բոնել, սա եղել էլեմենտ ըստ պետական էլեմենտը իդեմս մելիքների եւ այլ, բայց էլի պետությունը եղել է նրանց։ Այստեղ ես չեմ ուզում վիճեմ, որովհետեւ սա պատմություն է։ Եվ դա սա չի կարևորը դա։ Եվ ստացվում է, որ դա արդեն պրոբլեմն է, դա ասում է Սապչակը, Ռուսաստանի, որովհետև սա արդեն դարավ Թուրքիա։ Այնտեղ տեսնում ես 3 անգամ ինքը հայ բառն ասում դա։ Ուրեմն ռուսերեն Армянскую область автономную хотят объединить с Армянской союзной республикой. Արմյանսկը, то есть տրամաբանական, հա, մի պետության մեջ, որտեղ մի բանակ է, մի կուսակցություն է եւ այլ, ինչ ասել է այդպես առանձին։ Բայց այդ հատուկ Ստալին արել է, որ այդ բանը չլինի ազգային բանով անոնները, ոչ Նախիջևանի, ոչ Լեռնային Ղարաբաղ, մնացածը Տատարստան լինի, չգիտեմ, Բաշկորտաստան լինի եւ այլ ավտոնոմ բաներ, դա բոլորը ազգային բանով անվանումներ է դա։ Մերը հատուկ է այդպես արել։ Եվ Նախիջևանը եթե մենք ուզում ենք Ղարաբաղի մասին խոսանք, այստեղ մի հարց կա, երբ սեղանի շուրջ նստեն, եկեք մտածենք հիմա, դրա մասին ոչ մեկը չի ասում, ովքեր վեճի մեջ են մտել, սեղանի շուրջ սկսում են մտածել կոմպրոմիսների մասին, փոխզիջման մասին, հա? Որը մեկը մտածել է մեզնից նույնիսկ, այդ ինչ փոխզիջում է։ Չէ՞ որ առանց դա չի լինելու, փոխզիջում։ Հիմա դա ինչ պիտի մենք տանք, ինչ պիտի իրանք տան։ Եվ ես ուզում եմ ուման փոխզիջման մեջ, եթե դա ցուցակ է, մտնում է Նախիջևանը,
Եթե դուք ինձ ասեք այնտեղ արդեն հայ չկա, ես չեմ ընդունի դա։ 2000 տարի Հրեաստանում, այսպես ասած, հրյա չի եղել։ 2000 տարի ամեն տարի տոնակատարություն ալնում որ եմ կամ չգիտեմ նոր տարին, ստեսություն ասել է որ տոն են գնում, ասում են հատկապես Սփյուռքի մեր եղբայրները կալ տարի կհանդիպենք Երուսաղեմում։ Ամեն տարի, այդպես հասան իրենք մայիս ամսին 48 թվականին։ Մենք հիմա սուսուփուս լրեցինք, ինչ արեցին Նախճիվանում։ Մեր աչքի առջև արդեն վերջերս 10,000 խաչքար ա եղել այնտեղ, դարեսկզբին 20-րդ 10,000 ա եղել։ Ալիև փոքրի ժամանակ կրծերի 4,000 եղել է։ Ոչնչացրել են բոլորը, մեր աչքի առջև։ Ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի այսպես ասած ծպտուն չարեցին։ Նրանք էլ չեն լսել։ Հիմա մտնում է ցուցակի մեջ Նախիջևանը։ Ոչ։ Մտնում է Գարդմանքը։ Գարդմանքը գիտեք ինչա դա 5 մեծ շրջան է եւ Գանձակով եւ մարշալների այսպես ասած գյուղով եւ հատկապես Շահումյանի շրջանով, որտեղ Գյուլիստանն է, որտեղ այդ պայմանագիրն է ստորագրվել։ Հիմա սրանք մտնում են թե չէ։ Մենք պիտի մտցնենք թե չէ։ Դուք առաջարկում եք մտցնել։ Այդ նամակում գա, պարոն Պուտին, դուք մտածում եք սրա մասին։ Այս ցուցակի մեջ մտնում են սրանք, թե մենակ այդ 7 շրջանը, որ ուզում եք 7 տակ թողնեք, չգիտեմ 10 կիլոմետր մի հատ կորիդոր, մի հատ ճանապարհ, այսպես ասած, որտեղ երկու կամուրջ կա, որ ամեն անգամ երբ Լաչինը մենք ազատագրել ենք, անընդհատ խփում էին։ Մինչև կար դեր իրանցներ երկու շրջանը հարավից եւ հյուսիսից, անընդհատ խփում են, մինչև ստիպված չենք եղել ազատագրել արդեն։ Ձեր նամակի նպատակը եղել է հիշեցնել պատմությունը եւ ամենաճիշտ բառն ես ասում։ Այո։ Ես համոզված եմ, որ այդ սերունդը ռուսներին, ես հայերի մեջ եմ դա տեսնում, չգիտեն դրա մասին։ Գորբաչով բացարձակապես չի իմացել։ Չի իմացել ոչ սահմանի մասին, ոչ առասարակ ոնց է ստեղծվել Ադրբեջանը։ Դա շատ կարևոր է։ Ինձ պետք է որ այդ մարդից որից կախված է, հիմա մենք թարգմանել եմ ես դա եւ անգլերեն, թարգման եմ տվել, եւ ֆրանսերեն, եւ ֆարսի։ Սա պիտի իրանք էլ իմանան, հատկապես ընդգծել եմ դա։ Դուք մտածում եք այդ փոխզիջման մասին, չէ որ ուշ անելով մենք կրակի մեջ ենք ընկելու։ Եվ ասելով որ Ղարաբաղ ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է։ Այո, այստեղ գիտես ավելի շատ ասելը Սա այնա որ այստեղ արդեն Թուրքիա դառնալու, եթե լրիվ Ղարաբաղը այդպես չի դիմանա։ Եթե մենակ լղիմը մնաց, դու չես պատկերացնում ոնց կարելի է ապրել սահմանամերձ գյուղերում, երբ մենք գիտենք ինչեր են նրանք արել։ Եթե դա վերցրեցին այդ հողերը եւ մնաց միայն այսպես ասած մի կամուրջ, եւ չեմ պատկերացնում ինչ անելու առասարակ։ Ով է տեղ կարողանելու ապրի։ Ինչպիսի պրովոկացիաներ են անելու։ Անասնագողությունից սկսած ամեն ինչ պրովոկացիանից վերջացրած դա։ Ոնց ենք տեղ ապրելու։ Եվ ասելով որ Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, դուք նկատի ունեք, որ պանթուրքիզմի վտանգը այնքան մեծ է, որ Ռուսաստանը չլուծելով կամ չաջակցելով Ղարաբաղին կկորցնի Կովկասը, դուք դա նկատի ունեք։ Էդ էլ բերեցի, որ հատկապես արդեն երբ Սովետը գնաց եւ եկավ չգիտեմ ինչ, որովհետեւ ես չեմ համարում որ այդպիսի Ռուսաստանը դա որը ՌՍՖՍՐ է, հա, հանրապետություն, իր պայմանական, այսպես ասած, սահմաններով եւ այլն, դա Ռուսաստանն է, դա իրենց խնդիրն է, ես դեռ չեմ խառնում դա, բայց ես մի բան գիտեմ դա, եթե հյուսիսային Կովկասը դառնում է արդեն թուրքական, ես տեսնում ինչ է կատարում Վրաստանում, ինչ են անում Վրաստանում եւ ինչպիսի աճ է այդտեղ ադրբեջանական այսպես ասած բնակչությանը եւ վերջիչով մի տարի 10 տարի 100 տարի եւ այլն ես պատկերացնում դեռ ինչ անելու եւ դա լինելով թուրքական այդ ամբողջ հիվանդությունը մտնելու է եւ հյուսիսային արդեն Կովկասը սա ուզած չուզած եւ դրա համար նրան սահմանը ես գրում եմ արդեն անցնելու է չգիտեմ Ռյազանի մարզով Սա ես չեմ ուզում իրան, չգիտեմ, հիշեցնեմ, որ ցեզ ինչ է սպասում եւ այլն։ Երկու հարց։ Մեր մասին եմ ես մտածում։
Երկու հարց։ Ինչու չեք նամակը գրել ԵՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահող երկրների նախագահներին, ինչու հենց Պուտինին, կամ այդ դեպքում ինչու չեք գրել Հայաստանի նախագահին, այն իմաստով որ չէ, որ Ղարաբաղի անունից բանակցում է նա եւ նա է պատասխանատու նաեւ Ղարաբաղի անվտանգության համար, այսինքն դուք չեք ակնկալում, որ նա կապահովի Ղարաբաղի անվտանգությունը բանակցություններում, եթե կամ գրեք նախագահին կամ գրեք ԵԱԿ Մինսկի խմբի մյուս երկու նախագահներին նույնպես։ Չէ, այստեղ ոչ Ֆրանսիան, ոչ հատկապես Ամերիկան գրեթե պատմականորեն կապ չունեն։ Այստեղ պատմության հարցեր է, շեշտեղից է մենք սկսում պատմությունը։ Եվ իրոք այսպես կապված է Ռուսաստանը, Հայաստանը, Պարսկաստանը այդ բոլոր սահմանները ոնց ստացվեց եւ դա Ռուսաստանն է արել բոլշևիկների հետ, բոլշևիկներն են արել դա։ Առաջի օրը նույնիսկ մինչև հոկտեմբերյան հեղափոխությունը այդտեղ կա, որ Լենինը գրում է, որ երբ մենք գանք իշխանության, բայց մենք կգանք, ապա անմիջապես մենք պիտի հանենք օկուպացիոն ռուսական զորքերը արևելյան թուրքական Հայաստանից։ Սա իրեն բառերն են։ Հանեցին 30 դեկտեմբեր 17 թիվ։ 17 թիվ, ընդամենը ամսուկեսից հետո։ Հասկանալի է, իսկ ինչու չգրեցիք Հայաստանի նախագահին։ Դե մի քիչ դա տրամբանական չի։ Հայաստանի նախագահին գրեմ եւ խնդրեմը իրոք Ռուսաստանինն է։ Վերջերջով Ռուսաստանը նրանք Պուտինը ինքը անդամ է Մինսկի խմբի։ Մեր նախագահան եւ Ադրբեջանի նախագահան ընդամենը պիտի այդ երեք հետ նստած մի պայմանագիր ստորագրեն։ Հիմա ես մտածում եմ ինչ պայմանագիր ալնելու։ Ես ոչ թե իրավունք ունեմ մտածել դա, այլ իրավունք ունեմ խորանալ այնքան, որ տեսնեմ ինչով դա կարող է վերջանալ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիշեցնում եք Պուտինին պատմությունը եւ նաեւ հիշեցնում եք Ռուսաստանի սխալները։ Խոսքը Կարսիում Մոսկվայի պայմանագրերի։ Դա սարսափելի, դա պիտի ասեմ հանցագործական այսպես ասած սխալ է եղել։ Դա իրավունք չեն ունել այդպիսի բան անեն։ Ստալինը տեղել է գրված հուլիսի 4-ին եւ հուլիսի 5-ին, հուլիսի 4-ին որոշումը կայացրել են Ղարաբաղը մտնում է Հայաստանի մեջ, 24 ժամից հետո Ստալինը մենակ ինքը կարողացել է շուրջ տալ։ Հասկանալի։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք գրող հրապարակախոս Զորի Բալայանի հետ, որը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին եւ անդրադարձ կատարել Ղարաբաղի պատմությանը, զգուշացրել պատմական հիշողության մասին եւ պատմական հիշողության մասին հիշեցնելով իդեպ հայտնի խոսքերը, որ անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երևում է ապագան եւ խոսելով Ղարաբաղի պատմության մասին, թե ինչպես Ղարաբաղը հայտնվեց Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանի կազմում, նաեւ վկայակոչում է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը եւ նաեւ պատմում է այն բոլոր պատմական սխալներով, որով անցել է Ռուսաստանը եւ ինչպես Արևելահայաստանի մի մասը Ռուսաստանը զիջեց Թուրքիային եւ թուրքական Ադրբեջանին։ Կոալիցիայից անմիջապես հետո մենք կլսենք մի քանի կարծիքներ նամակի վերաբերյալ եւ որից հետո կտեսնենք գրող հրապարակախոսի արձագանքը, թե ինչպես է հայ հասարակության մի մասը արձագանքել նամակին։ Կոալիցիայից անմիջապես հետո։